Դու խելացի մարդ ես, Հովիկ, ու ես առաջարկում եմ, որ անիմաստ ժամանակ չծախսենք ավելորդ հարց ու պատասխանի վրա։ Եթե դու կանավոր խոստովանես մեղքը, դու մանրամասն նկարագրես, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, ապա ես քեզ խոստանում եմ, որ դատարանը այդ փաստը հաշվի կառնի։ Ես հասկանում եմ քո ինքնավստահության պատճառը։ Ճիշտ է, Միրոյի սպանությունից անցել է 6 տարի, բայց այն ժամանակ համոզված էին բոլորը, որ դա քո ձեռքի գործն էր։ Բայց իրեղեն ապացույցներ չլինելու պատճառով քեզ հաջողվեց ջերից չոր դուրս գալ։ Հիմա ինչ է իրեղեն ապացույցներ են հայտնվել։ Պատկերացրու, որ այո։ Այս փորձաքննության արդյունքներն այն մասին, օրատրճանակի վրա, որը մենք գտել ենք, քո մատնահետքերն են։ Իսկ այլ մեկ ուրիշ փորձաքննություն ապացուցել է, որ Միրոյի մարմնից հանված փամփուշտը հենց արձակվել է այդ ատրճանակից։ Դու ինձ ոչինչ չունես ասելու այս կապակցությամբ։ Ընդամենը մի բան, որ քո փորձաքննության արդյունքներն ու Միրոյի սպանությունը իմ հետ ոչ մի կապ չունի։ Նախ սա իմ փորձաքննության արդյունքները չեն։ Եվ երկրորդ ատրճանակի վրա քո մատնահետքերն են։ Հետևաբար դու ես կրակել ու սպանել Միրոյին։ Այսքան ժամանակ անցել, դուք նոր եք այդ զենքը ջրեր ես անում։ Դա քեզ զարմացնում, հա։ Հա, շատ։ Ու ոչ միայն զարմացնում, այլև շատ կասկածելի է թվում։ Ու այս ամենը մի բան է նշանակում, որ ինձ պատվիրել են։ Ի գիտություն քեզ։ Ես պատվերներ չեմ կատարում։ Մենք սենց կարանք մինչև առավոտ նստենք ու խոսանք, բայց այդ քեզ ոչ մի բան չի տա, մայոր։ Միրոյին ես չեմ սպանել, ու մինչև վերջ կմնամ այդ տեսակետին։ Դու երևի լավ չես պատկերացնում, թե ինչ մեծ խնդրի առաջ ես կանգնած։ Նույնիսկ առանց քո խոստովանության, իրեղեն ապացույցների վրա, դատարանը քեզ կդատի, ու դու կհայտնվես բանտում։ Ես ավելացնելու բան չունեմ։ Ես նույնպես։ Կարապետյան։ Ուղեկցի կալանավորին։ Ես դեռ կալանավոր չեմ, մայոր։ Շուտով կլինես։ Կարող ես վստահ լինել դրանում։ Արմեն, մտածեցիր մեր առաջարկի մասին։ Դա առաջարկ չի։ Զորաբար երբ որ առաջարկ են անում, մարդ հնարավորություն է ունենում ընդունել այդ առաջարկը կամ հրաժարվել դրանից։ Էհա, դու էլ ունես այդ հնարավորությունը։ Կարող ես ընդունել ու ողջ մնալ։ Կարող ես չընդունել ու ողջ մնալ։ Խելագար է։ Ինչ։ Հեչ, ոչինչ։ Հա, մոռացա ասեմ։ Օգնելով մեզ, դու օգնում ես ինքդ քեզ։ Ու հետո երբ ես ամեն ինչ ավարտվի, դու ետ կստանաս քո սիրելի կնոջը Անահիտին։ Կապրես նրա հետ մինչև խորը ծերություն։
Բայց դուք ինչ գիտեք, որ ես ձեզ դրական պատասխան եմ տալու։ Գիտեմ, ես դա դեռ 3 քո կաբինետում գիտեի։ Հիշում ես, չէ, 3 երեկոյան։ Հա, մոռացա ասել։ Դու այս ամեն ինչի մասին իհարկե կարող ես պատմել Հովոյին եւ կարող ես անհոգ լինել, քեզ հետ ոչ մի վատ բան չի պատահի։ Բայց կարող է վատ բան պատահել Անահիտի հետ։ Այնպիսի վատ բան, որ նույնիսկ քո ամենասարսափելի երազում էլ չես տեսել։